Բարեօր, սիրելի ունկնդիրներ, հեն մանկետում այսօր իր ծննդյան օրը լինելու է Վազգեն Սարգսյանը, շնորհիվ Արամ Սարգսյանի հիշողությունների։ Բարի գալուստ, պարոն Սարգսյան։ Ասոբայն։ Ձեր առաջին հիշողությունը Վազգենից։ Շատ բարդ է ասել, առաջին հիշողությունը։ Ընդհանրապես Վազգենի մանկությունը հիշելը ավելի շատ բարդություն է բերում նրանով, որ իր պատանեկությունն ու հետո արդեն քաղաքական գործունեությունը ճնշում է գործադրում այն մանուկ Վազգենի կերպարին հետ վերադառնալու առումով, բայց չափից ավել աշխուժ, չափից ավել չարաչճի, չափից ավել արագ, թե խոսելուց, թե շարժվելուց, չափից ավել պահանջկոտ, բայց միշտ շատ լավ սովորող, միշտ գրքերով, այդ չարության ու կռվարարության հետ շատ կարտացող, ու այսպես Վազգենը բացառիկ օրինակ էր, Վազգենը իմ համար այն հերոսի օրինակն էր, որին միշտ նայել եմ։ Ես գիտեմ, որ Վազգենը շատ էր սիրում ֆուտբոլ։ Ֆուտբոլ խաղում էիք։ Չէ, ինքը ավելի մեծերի հետ էր խաղում հիմնականում, սկզբից դարպասապահ էր կանգնում շատ մեծերի թիմերին, հետո արդեն սկսեց ինքը խաղալ, ինքը իրենից փոքրերի հետ չէր ֆուտբոլի առումով չէր խաղում իրենից փոքրերի հետ, չէ։ Մանկական խուլիգանություններ, չարաճճություններ, ծեծ կրտուկներ, ինչու ոչ։ Չէ, գիտեք, այդ տարիների հիշողությունները ընտանեկան բազմաթիվ պատմություններ ունեն, ինչքանով էր այդ ճիշտ, ինչքանով էր այդ հորինված, չգիտեմ, բայց Վազգենի մանկությունը չի, որ բնութագրում է իրեն, այ մանկության այն բնութագիրը, ինչ ես ներկայացրեցի հետ է, դրանից ավելին է ինչ-որ հորինված հիշողություններ պիտի լինեն, որը հետո հանդիպելու ենք ու ասելու ես ինչ էիր ասում։ Լավ, երբ զգացիք, որ Վազգենը միայն ձեր եղբայրը չի։ Դա եղավ Երասխավանի կռիվներից, 88-ի շարժման մեջ ներգրավվեցիք միասին, թե արդեն երբ դարձավ պաշտպանության նախարար, թե ավելի այնպես լուրջ գործունեություն, երբ ինչ ասեմ, բանակ ստեղծելուց, ամեն ինչ անելուց հետո նշանակվեց վարչապետ։ Բոլոր դեպքերում Վազգենը, ես ինչքան գիտեմ, մշտապես փորձում էր ազատ ցանկացած րոպե անցկացնել ընտանիքի հետ։ Ինչքան էլ զարմանալի է, այդ ես զգացի, երբ հոկտեմբերի 27-ից հետո նստեցի Վազգենի աթոռին։ Գիտեք, այդ հեշտ բան չի փոխարինել եղբորդ իր աթոռին նստելով։ Ավելին, ես նաև ազգային ժողովի շենքում չթաքցնեմ, որ նախորդ անգամները մանդատի նաև չվերջնելու պատճառներից մեկը այդ շենքներ էր, այդ դահլիճը, որտեղ այդ սպանությունն է եղել, եւ այն մարդիկ, ովքեր հարազատ են կորցրել, իրենք այդ կորցնելու վայրը գնալու, այդ համատեքստում, այդ տեսնելու համատեքստում ինձ կհասկանան, այսինքն ընդհանուր համատեքստում Վազգենի իմ համար միշտ իմ եղբայրն է եղել, ամենահարազատ մարդը, ում հերոսական օրինակը քո համար բացառիկ օրինակ է եւ այդ բացառիկ օրինակի պարագայում նախանց չկա, կա հպարտություն, որ ինքը քո եղբայրն է, այսինքն երբ որ իր աթոռին նստում ես ու տեսնում ես, թե մարդը ինչեր պիտի աներ ու ինչ պիտի անի, ինչ ծրագրեր ունի, հասկանում ես, որ Վազգենը ամենակիչը քո եղբայրն է եղել, ամենաշատ հայրենիքինը։ Գիտեք, այնուամենայնիվ, ասենք լայն հարությունը Վազգենը հայտնի դարձավ Երասխավանի կռիվներից։
որովհետև ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Գարունում պատմվածքներ տպող, երիտասարդ արձակագիր, ավանգարդում տպագրվող, բավականին հույսեր ներշնչող երիտասարդ գրող, ու մեկ էլ հանկարծ ինչ-որ ջոկատներ է կազմավորում, կռվում է, սահման է պահում։ Գիտեք, երբ որ Վազգենը Գարունում գրեց հոդվածը Սարերի փայլոն, որով ներկայացնում էր, որ Նախիջևանի հետ սահմանակից այդ սարերում եւ Գեղարքունիքի սարերում, որտեղ յայլաներ ուներ մեր գյուղը, սովետական միության տարիներին, այդ Ագրիջա կոչվող տարածքում, այդ սահմաններում հայկական սահմանները պահում են հովիվները, որ ադրբեջանցիները քայլ առ քայլ առաջ են գալիս եւ այդտեղ կոլտնտեսության տնօրենները եւ այլիկ որևէ խնդիր չեն անում, ու այդ հովիվներն են, որ այդ տարածքի ամեն մետրի համար ադրբեջանցի հովիվների հետ կռիվ են տալիս ու ասում են, «Էս մեր տարածքն է, ձեր անասուններին մեր տարածք մի բերեք»։ Այսինքն դեռ այդ շրջանից Վազգենի հայրենիքի սահմանների, դրա պաշտպանության, անհրաժեշտության, որ սովետական միությունն էր այդ ժամանակին, այդ խնդիրները արդեն ակնհայտ երևում էին գծի մեջ, որ Վազգենը այս գծի մեջ է։ Երբ որ Արցախյան շարժումը սկսեց, Վազգեն Ղարաբաղ կոմիտեի անդամ չէր, բայց մեր մարզում կոնկրետ տվյալ ուղղությամբ Արցախի անկախության հետ կապված այդ գործընթացների կիզակետը Վազգենի վրա էր։ Թե որպես մարդ, որ Երևանում շփվում է Ղարաբաղ կոմիտեի հետ, թե որպես մարդ, որը Գարուն ամսագրում աշխատում է եւ այդ շրջանակներում կապեր ունի, թե որպես մարդ, որը բոլորին ճանաչում է ու կազմակերպել գիտի։ Վազգենը կարողանում է շփվել բոլորի հետ, ինքը բացառիկ էր այդ առումով, ամենատարիքով փոքրերից մինչև ամենատարիքով մեծերի, ու համախմբան իր բանալին հայրենիքն էր։ Ոչ մի բան եսի համար, ամեն ինչ հայրենիքի համար կապ չունի, դու դաշնակ ես, հնչակ ես, ով ես, եթե հայրենիքին պետք ես, ուրեմն դու իմ աղբերն ես, վերջ։ Այս սկզբունքներ հայրենիքը առաջին տեղում դնելու ու սեփական օրինակով առաջինը քայլելու, ոչ թե թիմի հետևը բախկվելու, սա Վազգենի սարքում էր անվերապահ լիդեր։ Եվ այդ շրջանում արդեն պարզ էր, որ Արարատի մարզում կոորդինացնելու խնդիրները Ղարաբաղ կոմիտեն լուծում էր Վազգենի միջոցով։ Այդ ժամանակները նաև ազգային անվտանգություն, մեր տուն գալ, գնալ եւ այլ, իհարկե իրեն շատ կոռեկտ են պահել, երբեք չի եղել այն որ ստուգումներ, քանդեն, թափեն եւ այլը բացարձակ։ Այսինքն այդ ժամանակվա Հայաստանի ազգային անվտանգությունն էլ հասկանում էր, որ այդ հայրենիքի համար է։ Եվ իրենք դրան չէին հակադրվում, իրենք կոշ չէին պահում։ Իսկ երբ որ Երասխում առաջին կրակոցը եղավ, արդեն պարզից պարզ էր, որ այդ Արարատում է ու այդ պիտի անի Վազգենը, այդտեղ ընտրության կարիք չկար, եւ այդ առումով ինքնուրույն իր հունով այդ ամեն ինչը որոշված եկավ կանգնեց Վազգենի վրա։ Քանի որ Վազգենը տեղի ջոկատներին գիտեր, մինչև այդ հերթափոխու էին անում, որտեվ մինչև այդ ես էլ այդ ժամանակ դեռ Արարատ Արչին տրեստ շինարական կազմակերպություն կար, որը ցեմենտի գործարանի շինարարություններ անում, եւ Զադոյան Դավիթը այդ տրեստի կառավարչի տեղակալն էր, ինքը այդ Արչին տրեստի ջոկատի հրամանատարն էր, ինքը նստում էր շտաբում, մենք ովքեր ինժեներներ էինք եւ այլը, մենք հերթափոխում էինք դիրքերում։ Եվ կռվի առաջին օրը որ սկսել է, այդ օրը ես եկել եմ տուն հերթափոխից, քանի որ գիշերն արթուն եմ եղել, պարկել եմ քնելու, մի ժամ հետո մայրս արթնացրել է, ասել է վերկաց պատերազմը սկսել է Երասխում ու տղեկը տրիվոգա են դրել, պիտի գնաք, ու հայրս իր մեքենայով ինձ տարել է Երասխ։ Վազգեն այդ ժամանակ արդեն Երևանում էր, հետ եկավ, արդեն պարզ էր, կրակոցները թափով սկսել էին ու այն հայտնի կադրերը կան, որ զրահամեքենայի վրա նստած Վազգենը պոչին նստած գալիս է
գալիս է այդ շտաբը, որտեղ որ կառավարման բանն էր։ Ջոկատները, որոնք որ հերթապահում էին, բոլորի ղեկավարներին Վազգենը ճանաչում էր։ Իսկ այդտեղ արդեն կառավարել էր պետք, թե որ ջոկատը որ դիրքերը պիտի գնա, հերթափոխը երբ պիտի փոխվի, սնունդ եւ այլը ով պիտի անի։ Այսինքն բանակի մինի կառավարման բանակի Այո, փորձը դա մինի բանակի կառավարման փորձը, սկսած թիկունքի մատակարարումից, վերջացրած հերթափոխով, վերջացրած հիվանդներին, վիրավորներին արագ դիրքերից տեղափոխելով եւ հիվանդանոց տանելով, վերջացրած զոհերի հարազատներին եւ այլ այդ ամեն ինչը կազմակերպելով, ասեմ, որ այդ ժամանակ նայում էր ժողովուրդը շատ լավ ինքնակազմակերպվում էր։ Շատ լավ ինքնակազմակերպվում էր, չգիտեմ, սովետական դիսցիպլինաներ թե ինչներ, որ կար մարդկանց մեջ, չուշանալը, պարտաճանաչ աշխատանքը անելը, շատ արագ Վազգենը կազմակերպեց եւ երկու գյուղում Սորենավան եւ Արմաշ գյուղերում ուղեփակոցներ դրեցին, որ պատահական, որտեղ պատահական մարդիկ կրակոցներից վիրավորվում էին, սարի վրայից վերևից երբ որ կրակում էին, այդ ինքնաձիգով կրակած փամփուշտները հասնում էին մինչև երասխի այդ շրջանային մասը եւ այդտեղ մարդիկ կանգնած հետեւում էին։ Շատ արագ Վազգենը կազմակերպեց այդ բաները դրեցին, ուղեփակոցները դրեցին, արդեն զուտ դիտողներին կամ զենք չունեցող ու դիրքեր գնացող ուզողներ շատ էին։ Գալիս էին զենք չունեին, ասում են զենք տվեք, մենք գնանք դիրքեր։ Բայց զենքը այդքան չէր բավարարում ու զենքը մնում էր դիրքում, հերթափոխը գնում փոխվում գալիս էր, այեզևի վիճակներ էր ու սկսեց այդ կանոնակարգվել ու քանի որ կանոնակարգված պայքարը հաջողություն սկսեց բերել։ Հաջողություն բերել ու դրանով արդեն Վազգենը դարձավ այդ ռազմական գործում կազմակերպելու նախնական այդ ջոկատներին բոլորին ճանաչելու, բոլորի կողմից ընկալված լինելու հիմնական մարդու անհատը, որը ընդհանուր առմամբ այդ պահի համար դառել էր արդեն անփոխարինելի։ Այդ արդեն ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ ու խնդիր չէր, թե ով պետք է լինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարարը, երբ դեռ բանակ չկար։ Շատ բնական էր, որ այդպես պիտի լիներ, որտեվ առաջին բանակի առաջին զորախմբերը պիտի ձևավորվեին ազատամարտիկներից, իսկ այդ ազատամարտիկները Վազգենին արդեն բոլորը ճանաչում էին նրան։ Վազգենի ջոկատն։ Այո, Վազգենի ջոկատն էին։ Թրահանգները կատարելը սովորել էին, գիտեին ով է, ինչի վրա է, ու այդ հենքի վրա Վազգենը արդեն սկսեց նաև պրոֆեսիոնալ զինվորականներին սովետական միության տարբեր տեղերից հրավիրել Հայաստան, փորձելով նրանց ներգրավել արդեն բանակաշինության, ռեալ բանակաշինության, զենքի տիրապետման, արդեն լուրջ զենքերի գնման եւ այդ զենքերի օգտագործման, Ռուսաստանից զենքերի ձեռքբերման, արդեն պետական մակարդակում այդ զինանոց ձևավորելու ու սկսեց բանակաշինական աշխատանքը։ Այս բաներին Կիպրոս ուղարկելու, Հունաստան ուղարկելու։ Այո։ Տեսեք, քաղաքական որոշումով շատ արագ երկիրը ողջ ներուժով գույքագրելուց հետո Վազգեն Սարգսյանը վերականգնում էր արդյունաբերությունը։ Վազգեն Սարգսյանը խնդիր էր դրել, որ Հայաստանի Հանրապետությունը այդ օգնության ծրագրերից, որոնք անվերջ իրականացվում էին, պետք է անցնի զարգացման ծրագրերի, որովհետև Հայաստանի Հանրապետության տնտեսությունը այլևս չի կարողանում պահել տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Եվ Վազգենի օրոք այո արդյունաբերությունը կարծես թե ոտքի կանգնեց, սկսեց շնչել, նոր աշխատատեղեր ստեղծվեցին, հետո դուք եկաք դա շարունակեցիք, ինչու է այդ ամեն ինչը կանգ առավ, արդյոք հենց դա նաև պատճառներից մեկը չէր հոկտեմբերի 27-ի, որ երկիրը պոկվում է տեղապտույտից, ամենամարտունակ բանակ ունեցող երկիրը մի 3-4 տարում կունենա ամենաարդյունավետ տնտեսությունը եւ Ես կարծում եմ, որ Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան դաշինքի հաղթանակը Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահի առաջին ընտրություններից հետո տեղի ունեցած ամենաարդար ընտրություններն էին։
իսկ ժողովրդի 1995 թվականի մայիսի 30-ի ընտրությունները, այո, ամենաարդար ընտրություններն էին, առաջին նախագահի Ես ընտրությունները։ դա կարող եմ վկայել, որովհետև ամբողջ Կարոզարշավին ես եղել եմ իրենց հետ եւ ես տեսել եմ ժողովուրդը ոնց է իսկապես ընդունում Վազգեն Սարգսյան ու Կարեն Դեմիրճյան։ Ես տեսել եմ թե այդ մորթվող գառները ես անձամբ երևի թե կիլոգրամներով նամակներ եմ փոխանցել Վազգենին ու Մոսոյին, որովհետև ճիշտ է Դեմիրճյանի ձեռքերն էին համբուրում, Դեմիրճյանին սիրում էին, բայց գործնական բոլոր հարցերի լուծումները այնուամենայնիվ կապվում էր Վազգեն Սարգսյանի հետ։ Եվ այո, այդ ժամանակվա խանդավառությունը, այդ ժամանակվա հավատը, այդ ժամանակվա այն հույսը, որ հիմա փոփոխություններ են լինելու։ Ես մի անգամ էլ տեսել եմ էլի նույն 1999 թվականի հուլիսի 17-ին, երբ Վազգենը շատ անակնկալ եկավ Քրչի բազար, այդ շոկ արև հուլիսի 17 Քրչի բազարում դեռ մի քար գտավ կանգնեց այդ քարի վրա ու ինչքան այնտեղ վաճառական կար, անցորդ կար, ով կար։ Սկսեց պատմել, թե ոնց պիտի ինքը Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բարձրացնի, ոնց պիտի էլեկտրաէներգիայի պարտքերը փակի, որ դրսից ոչ մի լումա չի ստացել, ընդհանրապես չի էլ խնդրելու որևէ մեկից։ Մենք ենք տերը մեր երկրի ու մենք պիտի մեր երկիրը բարձրացնենք փոսից ու մենք ինչեր դեռ կարող ենք անել։ Այդ հավատը, ինչ ասեմ, երևի մարդկանց աչքերում նման հավատ ես այլևս չեմ տեսել։ Ու այդ Վազգենին նայում էին այնպես կարծես երկնքից ինչ-որ մեկը եկել էր ու հիմա իրանց տանելու էր այդ նշած բարձունքները։ Ու այդ ֆանտաստիկ հավատը երևի թե առաջին անգամ ինձ իսկապես վախ ներշնչեց։ Գիտեք, ես այն կարծիքին եմ, որ Վազգեն Դեմիրճյան միությունը հանրային աջակցություն ունենալով ամբողջությամբ ծառայելու էր հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այս համատեքստում այն սպասելիքները, ինչի մասին ինչը ժողովուրդը զգում էր այդ զույգից եւ ում ընդունում էր, որ իրենք կարող են ու ամենակարող են, այդ սպասելիքները տեղին էին։ Իսկ այդ բազմաթիվ երկրների կարող էր դուրս չգալ, որտեվ իրենց պետք էր ոչ թե սեփական շահ առաջ մղող Հայաստան, այլ իրենց պետք էր Հայաստան, որը կախված է իրենցից։ Եվ սա կարող էր այո հոկտեմբերի 27-ի հիմնական պատճառներից մեկը լինել, որտեվ այն Հայաստանը, որ փորձելու էին կառուցել ու դրա ու որևէ ջանք չէին խնայելու այդ կառուցումը ու հաջողելու էին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, այդ խնդիրը իրենց չէր բավարարելու։ Բավարար են հանգամանքը, որ Վազգեն Սարգսյանը, ասենք, այդ ընթացքում այցելեց Միացյալ Նահանգներ, իսկ այդ Հայաստանի ռազմավարական գործընկերոջը բացարձակ դուր գալ չէր կարող։ Իսկ այդ հանգամանքում, ասենք, Վազգենն ինչ էր ուզում էր ներդրումներ, Վազգենը հասկանում էր, որ Ռուսաստանը այդ ներդրումները չի անում։ Վազգենը իր ցանկացած ելույթում ասել է, պատերազմը չի ավարտվել։ Ինքը ասել է, որ Հայաստանը խորություններ չունի ու նոր պատերազմը շատ արագ է, ու 1-2 օրում զորքերը կարող են հասնել Երևան կամ հասնել մինչև Բաքու, այս պատերազմներն ուրիշ են։ Ինքը միշտ ասել է, որ Հայաստանի տնտեսությունը կաղում է բանակին սպառազինություն հասցնելու ու ֆինանսավորելու առումով։ Ինքը տեսնում էր, որ արտագաղթը ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակչության տարբեր ոլորտներից է, նաև բանակից է։ Ինչեր է դա արտագաղթը, որտեղ սպան չէր ստանում այն գումարը, ինչը որ կապահովեր իր բարեկեցությունը։ Եվ դրա համար էր, որ Վազգենը մտավ քաղաքական դաշտ։ Եվ այդ խնդիրները լուծելու առումով ինքը տեսավ, որ Ռուսաստանից եկող այդ ներդրումները նման խնդիր լուծելու հնարավորություն չեն տալիս։ Եվ ինքը հասկացավ, որ գումարը Եվրոպայում է, գումարը Միացյալ Նահանգներում է։ Ու երբ որ այնտեղից ասացին, որ մենք կարող ենք ձեզ գումարներ տալ, բայց դուք պիտի լուծեք կոռուպցիայի խնդիրը,
ասենք, եթե նայում եք Վազգենի այդ 4 ամսվա վարչապետության ելույթների հերթականությունը, Վերջինը կոռուպցիայի մասին այո, այդ ուղիղ գծով գնում է Միացյալ Նահանգների հանդիպումից հետո ինչի մասին է խոսում Վազգենը, ինքը նաև ներդրումների գրավման համար էր, որ Սփյուռքի համաժողովն արեց, ու այդ Սարդարաբադի այդ մեծ հանդիպումը իմ էլ ամենամեծ ոգևորությունն այդ հանդիպումն էր, այս Սփյուռքից եկած այդ մեծահարուստները, որոնք այն ժամանակով, ասենք, միլիարդներ ունեցող մարդիկ, միլիարդատերերկայիններ կա, այդ հավաքում Վաչե Մանուկյան եւ այլը 2-4 միլիարդի դեր մարդիկ էին, Լուի Սիմոն Մանուկյան եւ այլը, իրենք Վազգենին նայում էին նույն կերպ, ինչպես նայում են Քրչի բաժարի այդ Քրչի շուկայի այդ մարդիկ այն նույն աչքերով էին նայում, որտեվ իրենց համար էլ էս հայրենիքներ ու իրենք պատրաստ էին այստեղ գործ դնելու, այստեղ գումար դնելու ու Հայաստանի հետ հույսեր էին կապ։ Դուք ինձ փառահեղ հնարավորություն տվեցիք միանգամից 3 դրվագի անդրադառնալ, երբ Վազգեն Սարգսյանը վերադարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեծ ասուլիս տվեց, ու այդ ասուլիսում այնպիսի ծրագիր ներկայացրեց, որ գրեթե ֆանտաստիկայի ժանրից էր։ Հիմնական ասելիքը այն էր, որ մենք միանգամից անցնում ենք զարգացման ծրագրերի, ու ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ պայմանավորվածություններ է ունեցել, 2000-ի մարտին Լոնդոնում գումարվելու էր մեծ բիզնես ֆորում, որտեղ լուծվելու էր 10 մեծ ծրագրերի ֆինանսավորման հարցը, այդ 10 ծրագրերի թվում արդյունաբերություն, ջրային տնտեսություն, իհարկե նաև ռազմական խնդիրների լուծում այնպիսի ծրագրեր էին, որ մտածում եմ իսկապես շնչահեղձ էի լնում, թե ինչ արագություն է Հայաստանի Հանրապետությունը վերցնելու։ Սփյուռքի համաժողովը այդ արդեն երկրորդ, ինչ ասեմ, երևի թե կյանքի, նաև իմ կյանքի ամենաերջանիկ պահերից էր, շքերթից հետո իհարկե, ես դահլիճում հարցազրույցներ էի անում եւ եղբայրաբար ասեմ, որ շատերը նաև մի քիչ էլ ննջած էին։ Դե մարդիկ էին հոգնել էին ավեր ճառեր, ու հանկարծ բեմ է բարձրանում Վազգեն Սարգսյանն ու իր խրող ձայնով ու բոլորը վեր են կենում, ոչ միայն վեր են կենում, այլև այն երանության պահը, հայրենիքի զգացողության պահը, սա Հայաստանն է, սա քո հայրենիքն է, ու դա Սփյուռքահայի մոտ մի քիչ ուրիշ է, մեզ մոտ մի քիչ ուրիշ է, մեզ մոտ այդ չկա էլի այդ տարբեր, բա իմ հայրենիքն է, բա ում հայրենիքն է, բայց ես Սփյուռքահայն է զգում, որ այ Հայաստանն է իր հայրենիքը, ոչ թե այն երկիրը, որտեղ ինքը ապրում է, որտեղ ինքը բարգավաճում է, որտեղ ինքը ինչ ասես ունի, այդ զգացողությունն այնքան ֆիզիկապես է իր զգում, ու ես նաև որակական տարբերություն էի զգում իմ հարցազրույցների հետ, մինչև Վազգեն Սարգսյանի ելույթը, ու Վազգեն Սարգսյանի ելույթից հետո կարծես տարբեր մարդկանց հետ էի զրուցում, ու տարբեր մարդիկ էին ներկայացնում, թե Հայաստանն իրենց համար ինչ է, ու իրենք ինչեր պիտի անեն Հայաստանի համար, դա իսկապես ֆենոմենալ էր։ Իմ համար այս Սարդարաբադի այդ համաժողովը իր ձևով էլի ջրբաժանումն էր, որովհետև իմ կարծիքով մինչև Սարդարաբադի համաժողովը Սփյուռքահայ շատ մարդկանց համար այն մարդկանց, ովքեր ազդեցություն ունեն եւ այն մարդկանց, ովքեր աշխարհը իսկապես ճանաչում են, մենք սովետական էինք, իրենք էլ մեր համար աղբար։ Իսկ Վազգենի Միացյալ Նահանգներ գնալ գալուց հետո մեր այդ սովետականը վերջացավ եւ իրենց աղբար լինելն էլ վերջացավ։ Իրենք հասկացան, որ մենք աշխարհի մաս ենք, որ մենք Ռուսաստանից Սանկնանք այլևս չկա։ Այո, մենք Ռուսաստանի կազմում չենք, մենք ինքնիշխան պետություն ենք եւ մենք ուզում ենք ամբողջ աշխարհի հետ շփվել եւ մենք ուզում ենք, որ ամբողջ աշխարհը Հայաստան գա ու Հայաստան ներդրում անել։ Իսկապես ես այդ ժամանակ բարձրաձայնել եմ նաեւ, ասել եմ այսօրվանից մենք սովետական չենք, դուք էլ աղբար չեք։ Գիտեք, Վազգենը պետականաշինության ու տնտեսության զարգացման առումով այնքան թռիչքային էր իր մոտեցումները, այդ գիտելիքները կուտակելու, ինչպես անել եւ ինչ ճանապարհով, որ անգամ
տնտեսագիտության այնպիսի մասնագետներ, ինչպիսին Լևոն Բարխուդարյանն էր, որ այն ժամանակ ֆինանսների նախարար էր, խոստովանում էր, որ զարմանալիորեն որևէ թիվ չի կարողանում մի քիչ այն ասել, որովհետև Վազգեն այդ ամեն ինչ հիշում էր, խորացել էր։ Բայց պիտի խոստովանեմ նաև, որ Լևոն Բարխուդարյանը երեկոյան ժամերին 8-ից 9-ից հետո թե Վազգենի ժամանակ, թե իմ հետ ուսուցչի նման, այն ինչ որ չենք հասկացել, կանչել ենք սկսած բառի իմաստից, վերջացրած իր տնտեսագիտական բովանդակությունը ինչումն է, ինչ գործիք է, բացատրի եւ ինքը հետ արել է եւ ես շատ շնորհակալ եմ։ Ես էլ Վազգենին հարցրել եմ, թե ոնց էլի այդքանը, ասել է չէ որ մենակ միայն կարդալով այդ հնարավոր Չես հասկանալ։ Այո, միայն կարդալով այդ հնարավոր չի, պիտի ուսուցիչներ ունենաս ու այդ տնտեսական ոլորտի այդ մարդիկ օգնել են իրեն այդ խնդիրները, եթե մարդը ցանկանում է ինքը սովորել, ինքը տարբերակը գտնում է Վազգենը սովորելու հետևյալ մոտեցումն ուներ, եթե ինքը որոշում էր, որ արդեն պիտի մեծ տենիս խաղա, ինքը գրում էր դրա ձեռնարկը, կարդում էր այդ ձեռնարկը, որպեսզի դատավորների բոլոր օրենքներն իմանա, որ այդ խաղում որևէ մեկը չկարողանա դաղալություն անել ու իրեն խաբել, որից հետո ինքը սկսում էր ինքնուրույն ինչ-որ բան անել, որ մարզիչի մոտ ամոթ չլինի, հետո արդեն հետաքրքրում էր այն մարզիչին, ով իրեն դասեր կտա, գնում էր այդ մարզիչի մոտ դասերի, որից հետո նոր սկսում էր խաղալ, որ չպարտվի։ Նույն ասենք ինքը ֆիզկուլտ ինստիտուտներ ավարտել եւ լողի դասընթացներ գնացել էր, բայց ինքն ուզում էր մեծ տարածություններ լողալ ու գնում էր այն ժամանակ Սևանը Դավիթ Համբարձումյանի լողավազան կար, միակն էր Երևանում, ու այնտեղ գնում էր ուսուցչի մոտ այդ լողը պարապելու ու մի անգամ ես չէի լողում հետը, իհարկե, ուղղակի հետը մտել էի այնտեղ, ջուր սիրում եմ, ուղղակի չէի լողում, որովհետև լողազգեստ եւ այլը չունեի, ու բան չարեցի, սպասեցի մինչեւ ինքը լողա ու դուրս գա, ու ինքը տեսա, որ այդ ուսուցիչը ձողափայտ ունի ձեռքին, երեխաներին ում լողալ է սովորեցնում, երբ որ շնչառությունից շուտ գլուխները բարձրացնում են, որ շունչ քաշեն, այդ ձողափայտով կտտացնում է գլխներին, ասում է գլուխը շուտ անեցիր մծրաջրի մեջ, ասեց իսկ իմ գլխին ինչի՞ չես կտտացնում, ասեց ոնց դուք պաշտպանության նախարար եք, ես ոնց ձեր գլխին է զողի կտտացնեմ, ասեց լսի, ստեղ ես քո համար լող սովորող աշակերտ եմ, ոչ թե պաշտպանության նախարար։ Այ այսպիսին էր Վազգենը, խնդիրը վերաբերվում էր ձեռքբերումներ ունենալու, ինչ-որ բանի վարժ տիրապետելու չափից ավել պահանջկոտ էր։ Գիտեք, ես ինչքան հիշում եմ Վազգենի ելույթները եւ հատկապես վերջին անգամ երբ ես իրեն տեսա հոկտեմբերի 22-ին Ֆելիքս Փիրոմյանին տարել էր Շիրակի մարզպետ ներկայացնելու իբրև մարզպետ, այնտեղ ունեցած ելույթում ասուլիսում արդեն ձեր ու իմ հիշատակած ներկայացվում էր մի Հայաստան, երբ հայ-թուրքական սահմանը բացվելու է, Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատելու, Արցախի հարցի հայանպաստ լուծում է լինելու, բացարձակապես ոչ մեղրի տարբերակով բնականաբար, դե արդեն երկիրը տնտեսությունը զարգանալու եւ այլնի հաղորդակցողիների բացման, այդ ամեն ինչը երբ ես հիշում եմ, ինձ համար ուղղակի անխուսափելի զուգահեռ է դառնում, որ դեռ այն ժամանակ Ալբերտ Քորի հետ պայմանավորվածություններում ձևավորված ծրագիրը, որ պետք է իրականացվեր, այստեղ հենց տրիպն էր, որ իրականացվելու է, սկսվել է իրականացվել հիմա։ Կարող ենք վերջապես ասել, որ հոկտեմբերի 28-ը գալիս է։ Ես կարծում եմ, որ այո, մենք կարող ենք այդ ասել։ Ֆելիքս Փիրոմյանի մասին, որ ասեցիք, հիշեցի, որ այդ ժամանակ սփյուռքահայ մի բարերար Վազգեն Սարգսյանին բաց սպիտակ գույնի կամ մի քիչ կրեմի սաֆարի գույնի Lexus մեքենա էր նվիրել
ու երբ որ Ֆելիքս Փիրումյանին ներկայացնում էր, ասեց, բայց բան մարզպետը մեքենա չունի այնտեղ շատ հին է, ասեն մեքենան այսօր ինձ մեքենային նվիրեն, ինչ մեքենա, ասես այդ մեքենան տվեք Ֆելիքս Փիրումյան։ Վազգենը, եթե մարդուն ինչ-որ բան պահանջում էր, ինքը այդ մարդուն նաև տալիս էր հնարավորություն այդ պահանջները իրականություն դարձնելու առումով։ Ինչ վերաբերվում է, որ այո, մենք կարող ենք ասել, որ հիմա փորձում ենք մտնել 21-րդ դար կամ փորձում ենք հոկտեմբերի 27-ից դուրս գալ ու մտնել 28-ի մեջ։ Ես երբեք չեմ փորձի ինձ համեմատել Վազգենի հետ, անհամեմատելի հետ, թե անցած ճանապարհի եւ թե ունեցած հանրային ընկալման առումով, բայց այսպես էր Վազգենը ուներ հակառակորդ թշնամի Ադրբեջան, ում դեմ պայքարում էր ուժային միջոցներով, պայքարում էր երբեմն ստիպողաբար եւ ինքը կարողանում էր այդ հարցում հաղթանակներ ունենալ։ Իմ պայքարը ուրիշ է։ Ես համոզված եմ, որ նույն պայքարն եմ անում, բացարձակայել իրավիճակում Հայաստանը Շատ ավելի ծանր։ Հայաստան գուբերնիայի վերածելու, Հայաստանի ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը որպես կցորդ երկիր ունենալու այս մղումներով գերտերության դեմ, որտեղ ցավոք սրտի իմ դեմ աշխատել են Վազգենի բոլոր ընկերները կամ ընկերների մեծ մասը։ Շատ քչերն են, որ մնացին իմ հետ, շատ-շատերը իմ հետ եկած գնացին այդ գուբերնիայի ճանապարհով ու այդ համատեքստում են ասել, որ իմ իրավիճակը կամ այն խնդիրը, ինչը ես ուզում եմ լուծել, ավելի դժվարին է, քան Վազգենինը, չէի ասի, որովհետև այնտեղ կյանքի ու մահվան խնդիր էր։ Ամեն օր կարող էր զոհվել, բայց իմ պարագայում ինչի դեմ պայքարում ես, այդ աներևույթի դեմ պայքարելը այն էլ են դեպքում, որ ներսում փորձում են այդ գաղափարական հենքի վրա եղբորդ հետ ճամփա անցած մարդիկ, եղբորդ միջոցով ինչ-որ արդյունքներ գրանցած մարդիկ, եղբորդ իրենց ընկերը համարող մարդիկ, այդ ամեն ինչը մի կողմ թողնել ու երկիրը տեսնել կցորդի, ուրիշի կամքի տակ ապրողի, այս համատեքստում միայն թե իրանք իշխանություն ու պաշտոն ունենան, եւ դա ուզում են ներկայացնել նաեւ ինչ-որ առումով հայրենասիրությամբ, եւ փորձում են տանել նաեւ Վազգենի ինչ-որ արածներ իրենց վերագրելով, կամ փորձում են Վազգենով արդարանալ իրենք, Վազգենին համարել իրենցը, իսկ ինձ Վազգենին դեմ, այս գիտեք ինչ, այս մանիպուլյացիան անթույլատրելի է, որովհետև Վազգենը իրականում անկախ ինքնիշխան Հայաստանի խորհրդանիշ, Վազգենի ամենաշատ դիտվող տեսաժապավենը, այն կարճ տեսաժապավանն է, որտեղ ինքն ասում է անկախությունը, բացառիկ, արժեք է եւ քննարկման թեմա չէ օրդ մորդ, այդ ավելի շատ է դիտվել, քան ասենք մահապարտների կոչ, եւ այն մարդիկ, ովքեր այսօր ռուսական համատեքստում ուզում են ասել, որ Վազգենը այդ համատեքստում էր, կամ Վազգենը միթիզական էր, կամ բացարձակ այդ որևէ կապ չունի։ Իրենք այն ժամանակ էլ ուրեմն կապ չեն ունեցել Վազգենի հետ, չեն ճանաչել Վազգենին, չեն հասկացել ինչի համար է Վազգենը պայքարում, ու հիմա առավել եւս չեն ճանաչում։ Վազգենի էմոցիոնալ վերջին խոսքը ավարտվում է մտածեք այս երկրի մասին բառերով։ Այ դուք որ խոսում եք, ես հիշեցի դա ու ես ուզում եմ հասկանալ, ով ինչ մտածեց այս երկրի մասին, ու արդյոք հասկացան, արդյոք զգացին, արդյոք սիրեցին այս երկիրը, ոնց որ Վազգենն էր սիրում ու հասկանում իր սրտի չափ, իր սահմանամերձ հայրենիքը։ Գնահատականներ տալը շատ բարդ է, բայց ես կարծում եմ, որ
Այն մարդիկ, ովքեր Հայաստանի զարգացումը տեսնում են ռուսական համատեքստումով, Հայաստանը տեսնում է ու չի էլ թաքցնում, որ տեսնում է իրենքից լավագույն դեպքում Բելարուսի կարգավիճակում ինչ որ ԽՍՀՄ հանրապետություն, որ նա ղեկավարը ասում է, որ 21-րդ դարի ամենամեծ կորուստը սովետական միության փլուզումն է ու փորձում է այդ սովետական միությունը վերականգնել Վրաստանից Աբխազիան, Օսեթիան խլելով, Ուկրաինայից Ղրիմը ու հիմա պատերազմով, որ իր քարոզիչներն ասում են, որ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան ու մնացած միջինասիական հանրապետությունները չպետք է անկախություն ունենան, որովհետև կամ մեր կողմից են, կամ մեր դեմ են, որովհետև դառնալու են արևմտյան, ու այս մարդիկ են մարդիկ, ովքեր այդ դաշտում են, հենց իմ ասածն է, որ իրենք չեն ճանաչել Վազգենին, իրենք չեն հասկացել ու հետևություն չեն արել։ Ես այդ հասկացել եմ ու այդ ուղղությամբ 25 եւ ավել տարի ամեն օր կյանք եմ դրել։ Լավ է ստացվել, վատ է ստացվել, չգիտեմ, հաղթանակներ չեմ ունեցել, բայց եթե այդ ուղղությամբ որոշակի հաղթանակներ էլ կան, այդտեղ իմ համեստ ներդրումը միանշանակ կա, որից ես գոհ եմ, իհարկե ոչ գոհ չեմ, որովհետև Հայաստանը դեռ այդ ընտրության առաջ է, ու Հայաստանում դեռ այդպիսի վիճակներ են, որ կարող է այդ ընտրությունը դեպի ետ լինել։ Երբ որ Հայաստանում նման ընտրություն այլևս չի լինի, Ռուսաստան թե Արևմուտք ակնհայտ կլինի, որ Հայաստանը ինքնիշխան է ու ինքը իր գծի մեջ է, ժամանակ ես կհամարեմ իմ հաղթանակը սա։ Ես որևէ մեկին չեմ ուզում հաղթել, ես ուզում եմ, որ իմ երկիրը հաղթած դուրս գա իր ինքնիշխանության, իր անկախության համատեքստում, որին ձգտում էր իմ եղբայրը եւ որի համար իր կյանքը տվեց։ Անցնենք բլիցի։ Անցնենք։ Լավ։ Ով էր Վազգեն Սարգսյանը ըստ Հայաստանի երրորդ հանրապետության ամենա օրինակելի հերոսը, ումով պիտի սերունդներ դարձիրակել։ Առաջին հանրապետության հերոսը Դագարագին Դժդեհն էր, երրորդ հանրապետության հերոսը դա Վազգեն Սարգսյանը։ Ինչ կարծնեիք Վազգենին, եթե հիմա հանդիպեիք։ Չի հարցնի, կասեի կներես։ Ինչպես կպատասխաներ Վազգենը Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները հիմա որոնք են հարցին ձեր կարծիքով։ Վազգենը միանշանակ կասեր մտածակես երկրի մասին, կասեր տնտեսություն ու նորից տնտեսություն։ Միասնության դաշինքի կարգախոսներ կառուցենք եւ պաշտպանենք։ Ձեր կարծիքով Վազգենը հիմա ինչ կարգախոս կընտրեր 2026-ի հունիսի 7-ի ընտրությունների համար։ Գիտեք, Վազգենի պարագայում այս ընտրությունները այդ բովանդակությունը չէին ունենա եւ Վազգենի կարգախոսը, եթե Վազգենը լիներ, եվրոպական երկրներում ընտրվող կարգախոսներից մեկը կլիներ եւ կապ չեր ունենա այսօրվա իրականության հետ։ Այսինքն Վազգենը նման իրականության հետ չէր հաշտվելու, հետեւաբար նման իրականություն չէր լինելու կամ Վազգենը չէր լինելու։ Ցավոք սրտի Վազգենը չկա։ Ինչ կասեր Վազգենը ձեզ, ոչ միայն իբրև եղբոր, այլև Հանրապետություն կուսակցության նախագահի ընտրություններից առաջ։ Շատ բարդ է Վազգենը մշտապես ուզել է, որ ես քաղաքականության մեջ չլինեմ, մշտապես համարել որ իմ տեղը տնտեսությունն է, շտակցնեմ նաև, որ որոշակի տնտեսության հիմնականում արդյունաբերության հետ կապված հարցերում ինձնից տեսակետ է հարցրել, նույնիսկ երբեմն եղել են բաներ, որ ես ասել եմ, ասել է այդ բաները Կարեն Սերոպիչին մի հատ էլ ասա, թող ինքն էլ նա ինքը գործարան է աշխատեցրել ու շատ լավ գիտի այդ բաները, մի հատ իր հետ էլ խոսի, ասենք, Վազգենը երբեք չի նայել, որ ես կարող էի քաղաքական լինեի, քաղաքական կուսակցության նախագահ լինեի, անունն էլ հանրապետություն լիներ, նախ ինքը կզարմանար, թե ինչի հանրապետական չի, ինչի, որովհետև կարծում եմ դրա բացատրությունը հստակ է։ Դե
Այն կարգի հարցեր են, որոնց բլիցով պատասխանելու չի։ Ընդհանրապես պատմությանը վերաբերվող հարցերին պիտի պատմությամբ պատասխանես, իսկ այդ բլիցի չի։ Լավ, Վազգենը ֆանտաստիկ գրական ժառանգություն է թողել։ Եվ ասենք միայն պատվանդան պատմվածքը, եթե Վազգենը լիներ իսպանալեզու, անգլիալեզու, ամերիկացի գրող հաստատ Նոբելյան մրցանակի կարժանանար։ Եվ շատ կարդում եք իր պատմվածքները, վեպերը։ Վերջի անգամ մի տարի առաջ եմ նորից կարդացել։ Հիմնականում աղջիկներս եմ բզբզում, երբ որ ինչ-որ բան մեջբերում են անում, որ ես մոռացած եմ լինում Վազգենի գրականությունից, հարցնում են ես ինչ բանը, տես պապ ինչ լավ է, տես ինչ լավ է, այդ հուշում է, որ հիշողությունս թարմացրել է պետք, որտեվ հարցի պատասխանը չեմ հիշում։ Գիտեք, զարմանալի բան կար, ես այն ինչ որ կարդում էի, տարիներով հիշում էի։ Նույնիսկ իմ սիրած գրքերից, հիմա եթե հարցնեք այս գրքից, այն գրքից, կարող են նույնիսկ բովանդակությունը չհիշեմ։ Ու դրա մեղավորը գիտեք ինչն է, քաղաքականությունը, որը սարսափելի շատ ժամանակ է վերցնում եւ սարսափելի շատ էներգիա։ Ինքը քաղաքականությունը վամպիր է։ Ինքը քեզանից կլանում է ամեն ինչ, ընտանիք, մշակույթ, արվեստ, ժամանակ, ինքը շատ մեծ ազարտ ունի իր մեջ, ավելի ազարտ քան սպորտն է, քան թղթախաղն է, ամեն ինչից ավելի մեծ ազարտ ունի, բայց ինքը վամպիր է, ինքը իր մեջ չի կարելի երկար մնալ։ Այդ երկար մնալը շատ ծանր պարտությամբ, նոկաուտով պարտությամբ դուս է թողնում մարդկանց։ Դրա օրինակները կան էլի մեր հանրության մեջ էլ կան, որ պիտի ժամանակին դուրս գաս քաղաքականությունից նոկաուտի չենթարկվելու համար։ Ձեր կարծիքով Վազգենը ինչ կհարցներ հիմա ինձ։ Վազգենը ինչ կհարցներ, կասեր Անահիտ ջան, օրինակ ինչի գեղարվեստական գրականություն չես գրում, ու քաղաքական հարցազրույցներ ես տալիս քո նետեր։ Ունգել ես այդ վամպիրիզմի մեջ։ Ունգել ես այդ վամպիրիզմի մեջ, այո։ Վազգենը լավ ընթերցող էր եւ Վազգենի սիրած գրականությունը, ընթերցանությունը ընդհանրապես իր համար ընթերցանությունը որպես մշակույթի հետ շփվելու համար մեկ են միջոցներ, ու ինքը շատ էր գնահատում, ասենք հայ գրողներին, Մուշեղ Գարշոյանին, Հրանտ Մաթևոսյանին, իհարկե Հրանտը ուրիշ չափանիշ էր իր մոտ, ես ուղղակի իր սերունդի առումով ուզեցա Մուշեղին նշել, Խեչոյանին, Այդինին, Մորիկյան, այդ ընկերական իրենց գրած ամեն տառը կարդում էր Այդինի սարկազմների վրա քահ ծիծաղում, երբեմն գորգռում, ու այն շրջաբերականները, որոնք որ դուք եք տպագրում եւ նրա այն մուտքի խոսքերը եւ այլը, այդ պարտադիր ընթերցում էր, հետո անդադ ասում տես ինչ լավ մխել է։ Այսպես դրա համար կարծում եմ, որ հրապարակախոսության ու գրականության ժանրը թողելու առումով կխոսեր ավելի շատ, քան կասեր քաղաքական համատեքստի առումով։ Շնորհակալ եմ։ 40-ամյակի օրը Հայաստանի Հանրապետությունում Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը շնորհավորել էի վճռական մենակը վերնագրով եւ հաջորդ օրը զանգ ստացա, դու սխալ ես, ես վճռական եմ, բայց ես մենակ չեմ։ Ու մի դասախոսություն, թե ինչու ինքը մենակ չի, ովքեր են իր հետ։ Ցավոք սրտի դուք ճիշտ եք։ Ցավալիորեն, ընդամենը մի քանի ամիս հետո ես համոզվեցի, որ ճիշտ է ես էի։ Ու այդ են դեպքներ, որ Վազգենը սխալվում էր։ Ես 6 ամիս հետո համոզվեցի, որ թե կառավարության ընկերները Վազգենի ընկերը չէին, եւ թե կառավարությունից դուրս են ընկերները, կուսակցության ընկերները, իհարկե բոլորի մասին չեմ ասի։
Իհարկե մարդկային բազմաթիվ հանգամանքներ հասկանում եմ, նրանք ովքեր չկան թող լույս իջնի իրենց հոգիներին, նաև իրենց իմ հետ չլինելը չի նշանակում իրենց Վազգենի հետ չլինել։ Բայց այն մարդիկ, ովքեր կային ու այսօր Հայաստանի անկախությունը ավելի ցածր են դասում, քան իրենց իշխանություն ունենալը, իրենք երբեք էլ Վազգենի հետ չեն եղել ու Վազգենը վճռական մենակ է եղել, այո։ Ու երբեք էլ չեն կարող լինել Ու երբ Հայաստանի Հանրապետության հետ։ այո, Եկեք դա էլ արձանագրենք։ Շատ շնորհակալ եմ։ ես եմ շնորհակալ։ Այն մանկետում այսօր իսկապես Վազգեն Սարգսյանն էր։ Կարծում եմ սա նվերեր բոլոր նրանց, ովքեր Վազգեն Սարգսյանին ուզում են ճանաչել, հասկանալ, ովքեր նաև կարոտել էին Վազգեն Սարգսյանին։ Բարին ընձես։